Ամերիկյան կողմը անցած շաբաթ ներկայացրել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման 28 կետանոց խաղաղության պլանը։ Թեև փաստաթուղթը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն դրա շուրջ քննարկումներ են ծավալվում և մամուլը գաղտնազերծում է բովանդակության առանձին հատվածներ։ Ուկրաինայի ղեկավարությունը ակտիվորեն բանակցում է եվրոպացի առաջնորդների, ինչպես նաև ամերիկացի պաշտոնյաների հետ, քննարկելով Վաշինգտոնի առաջարկած լուծումները։ Breaking overnight, Russia and Ukraine trading deadly strikes as the US tries to negotiate an end to their Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Աբու Դաբիում մեկնարկել են Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, փակ բանակցություններ Ուկրաինայի մասնակցությամբ։ Ըստ այդ տեղեկությունների, բանակցություններին մասնակցում է Միացյալ Նահանգների բանակի նախարար Դեն Դրիսկոլը, որը նախքան Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելը Կիևում ներկայացրել էր Վաշինգտոնի մշակած ծրագրի հիմնական դրույթները։ President Trump and our Vice President pass along their very best. NBC News-ի աղբյուրների փոխանցմամբ Դրիսկոլը ուկրաինացի պաշտոնյաներին վստահեցրել է, որ Ուկրաինան մարտադաշտում կանգնած է անխուսափելի պարտության վտանգի առաջ։ Նա ասել է. Ռուսաստանը մեծացնում է օդային հարձակումների մասշտաբները և կարող է երկար շարունակել ռազմական գործողությունները։ We're probably the top 4 people in the United States Army. I don't think in the last 30 years we've ever done this. Դրիսկոլն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները չունի բավարար ռեզերվներ Ուկրաինային անհրաժեշտ զենք և հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու համար, և ավելի նպատակահարմար է բանակցել հիմա, որպեսզի Կիևը չհայտնվի ավելի թույլ դիրքերում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի հերքել բանակցությունների փաստը, նշելով, որ Մոսկվան ունի ամերիկյան կողմի հետ մշտական կապի ուղիներ։ Լավրովն ընդգծել է, որ ռուսական դիվանագիտությունը շահագրգռված է աշխատելու պրոֆեսիոնալ ձևով, առանց տեղեկության արտահոսքի, մինչև վերջնական պայմանավորվածության հասնելը։ Տարբեր աղբյուրների փոխանցմամբ ամերիկյան առաջարկը ներառում է անվտանգության երաշխիքներ հիմնված ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի տրամաբանության վրա, չհարձակվելու համաձայնագիր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցելուց, Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատում և դուրսբերում Դոնեցկի արևելյան հատվածներից, միջազգային հանրության կողմից Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի դե ֆակտո վերահսկողության ճանաչում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ծրագիրը կրճատվել է և ներառում է 19 կետ։ Բացի այդ, արևմտյան զանգվածային լրատվամիջոցները հրապարակել են Եվրամիության պատասխան ծրագիրը, որը չի սահմանում ՆԱՏՕ-ին անդամակցության արգելք և ուկրաինական բանակի կրճատում։ Եվրոպական տարբերակը ներառում է անհապաղ հրադադար և Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը։ Այս քննարկումների ֆոնին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Ուկրաինայի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրում պետք է ամրագրվի Զապորոժիեի ատոմակայանի հատուկ կարգավիճակը։ Գրոսին շեշտել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության երկարաժամկետ ներգրավվածությունը անհրաժեշտ է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի անվտանգ շահագործման համար։ Նա ասել է, որ ԱԷԿ-ը պետք է վերագործարկվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո, իսկ արտադրվող էլեկտրաէներգիան հավասարապես պետք է բաժանվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Այս գաղափարը դեռ քննարկման փուլում է, իսկ շահագրգիռ կողմերը խուսափում են հրապարակային մեկնաբանություններից։ Զապորոժիեի ԱԵԿ-ը Դնեպրի Կախովկայի ցամաքած ջրամբարի հարավային ափին է, վերահսկում է ռուսական զինուժը, հյուսիսային ափը ուկրաինական ուժերի վերահսկողության տակ է։ Կայանը 6 էներգաբլոկ ունի։ Թեև բոլոր ռեակտորների աշխատանքը դադարեցված է, դրանք արտաքին էլեկտրամատակարարում են պահանջում մշտական սառեցման համար։ Հակամարտության կողմերը մշտապես մեղադրում են միմյանց կայանը գնդակոծելու և էներգամատակարարումը խափանելու համար։ Հասմիկ Մարտիրոսյան, Ռադիոլուր։